Բարի առավոտ, մենք արդեն Մոսկվայում ենք, հետ ենք եկել Հայաստանից և աշխատանքային օր էր սկսվում։ Իջնում եմ աշխատանքի, չգիտեմ աշխատանքներս կնեք թե ոչ, բայց պատվերներ ունեմ, իհարկե աշխատանքիս հետ կապված, դրանք անպայման կկիսվեմ, կփորձեմ այդպես աշխատանքային նաև օրեր նկարել, վաղուց նմանատիպ վլոգներ չեմ նկարում, տեսնենք այսօր համարում ենք բացված արդեն Մոսկվայի վլոգները և տեսնենք էլ ինչ եմ նկարելու այս վլոգում գցեմ, չնայած որ ահագին բանջարեղեն եմ պատվիրել, արդեն բերել եմ, պետք է դրանց փակելով զբաղվեմ, կետչուպ պետք է փակեմ, ծաղկակաղամ, մի խոսքով այսպես խառը բանջարեղեններ, պահածոներ, քանի որ արդեն վերջանալու վրա է ամեն ինչը, ոչ թե վերջանալու, այլ թանկանալու Դրա համար այսպես մեծ քանակությամբ եմ պատվիրել, որպեսզի պատրաստեմ և վերջացնեմ, բայց հիմա գնում եմ աշխատանքի։ Ունեմ 3 հաճախորդ, 2 հատ մանիկյուր, մի հատ նարաշ, որից հետո գնալու եմ տուն։ Օրը կիրակի է։ Տանը նույնպես շատ գործեր ունեմ։ Տեսնեմ, եթե հարմարացեմ կնկարեմ, եթե ոչ տեսնենք էլ ինչ եմ նկարելու այս վլոգում։ Աշխատանքի վայրում եմ արդեն նոր կես պատվերներն եմ դեռ վերցրել, հիմա կիսվեմ կես պատվերներով, մինչև որ մնացածը գան, նոր գելեր եմ պատվիրել, դեռ 8 հատն էլ չի եկել, ուղղակի ինձ խարտուսներ էր պետք, դրա համար մտա վերցրեցի, մյուսն էլ հենց գա ցույց կտամ, շատ գեղեցիկ գույներ են, Lacre ֆիրման է, մի հատ է այսպես սովորական առանց փայլերի և 3-ը փայլերով շատ, սա ինձ թվում է շատ գեղեցիկ ու նուրբ կստացվի եղունգների վրա։ Սա այդքան էլ մուգը չի, ուղղակի կամերան է այդպես ցույց տալիս, նույնպես շատ գեղեցիկ գույն է, ինքը վարդագույն է, ուղղակի կամերան սեռի է ցույց տալիս, չգիտեմ խի։ Եվ սա էր շատ հետաքրքիր։ Մեջը այսպիսի կտորներ կա, ինքը փայլ է և մեջը կտորներ կան, ինձ թվում է խխունջի կտորներ են, փորձեցի մատիս վրա, ինձ թված, որ ինքը այսպես մեծ կտորներ կլինի ու հարթ չի լինի մակերեսը եղունգի, բայց չէ, լավ էլ հարթ նստեց, տեսնենք ոնց կլինի աշխատանքի մեջ, բայց ամենայն դեպս շատ գեղեցիկ գույներ են։ Խարտոցներ բնականաբար, կրաֆտ պակետ, մեկը եկել է դեռ 2-ը չեն եկել, սրանք մկրատների համար են այս փոքր չափերը։ Խարտոցների կեսն էլ դեռ չէր եկել, բայց պետք է վերցնեի, որովհետև խարտոցներս 3 վերջացավ, վերջին հաճախորդին ու վերջ։ Դրա համար մտա վերցրեցի, մնացածն էլ որ կա, անպայման կկցեմ այս վիդեոյի և ցույց կտամ։ Հիմա սրանք փակեմ, քանի որ հիմա էլ չեմ հասցնի ծիպսաների վրա կսեմ։ Միքսը։ Մի խոսքով, տեսնենք ինչ ենք անում։ Այսօր ունեմ 3 հաճախորդ։ Եվս մեկ կոլեկցիա, այսպիսի շատ գեղեցիկ գույներ, ինքը սերիա ցույց տալիս, բայց իրականում մալոչնի գույներ են։ Այստեղ այսպիսի մեծ փայլիկներ են։ Սա առած փայլերի прям такой плотный молочный գույն է։ Սրանք են մի փոքր մեծ ու փայլիկներ այսպիսի։ Հիմա կկսեմ ծիպսաների վրա ցույց կտամ, ուղղակի կամերան սեռի է ցույց տալիս, բայց իրականում իրենք մալոչնի են։ Այսպես սառը մալոչնի գույն է ինքը։ Հատկապես այս։ Հիմա կկսեմ ծիպսային, կտեսնենք։ Եվ այսպես վերջապես բոլոր պատվերներս եկան։ Հիմա մի հատ հանեմ այսպես սեղանի վրա և ճիշտ է, ես բացել եմ արդեն, պետք է փորձեմ, տեսնեմ թափված չի, նորմալ է, վերցնում եմ նոր բանից, վայլբիրիսից։ Հիմա այս ամբողջը մի հատ բացեմ, շարեմ սեղանին և ձեր հետ նույնպես կիսվեմ։
այստեղ ամբողջը գել են եւ գել լաքեր։ Որտեղ մեկ ձեռքով հարմար չէ, հիմա ամբողջը բացեմ ցույց տամ։ Եվ եկեք այստեղից հերթով ներկայացնեմ ինչ եմ պատվիրել։ Սա այն գելերն են, որ սկզբից էի ցույց տվել, դրա կեսնա 4 հատիկնա շատ գեղեցիկ գույներ են, կգցեմ անպայման պալիտրայի վրա, ցույց կտամ։ Գել լաքեր։ Էգո ֆիրմայից, Մոյրայից 3-4 կոլեկցիա եմ պատվիրել։ Գույներն անպայման կգցեմ, ցույց կտամ 2 կոլեկցիա եւ եւս 2-ը։ Այս երկուսի մեջ նվերներ կան այսպիսի փոքրիկ, չգիտեմ ինչ են, բայց դե կբացեմ։ Տեսնենք ինչ է։ Այսպիսի մեծ ֆլակոն յուղ, սուխոյե մասլա, մոլեկուլայի հոտով, ու այսպիսի փոքրիկ շիմերով մեջը։ Արդեն գցեցի եղունգները, կուտիկուլայից հոտը շատ անուշ է։ Այնպես որ տան համար նույնպես կարող եք գնել եւ օգտագործել։ Velvet top, հետո 2 ուպակովկա զոնկա, չգիտեմ ոնց է կոչվում։ Այս գել լաքերից եմ վերցրել, ուղղակի մեկի ուպակովկան պատրված էր, լցրեցի մեջը 6-12 հատ գույն կա այստեղ։ Սա էլ կգցեմ անպայման ցույց կտամ։ Հետո ֆրեզաներ։ Այս ֆրեզաները առաջին անգամ չէ որ պատվիրում եմ, միշտ սրանցից եմ վերցնում, ուղղակի հիանալի են։ Կարելի ասել Պակրիտյան հանումա ոնց որ այսպես հալած կարակ, դանակով ոնց որ այսպես կարակի վրայով գնաս։ Ֆրեզաներ նույնպես միշտ սրանցից եմ վերցնում, միշտ այս ֆիրմայից եմ վերցնում։ Եթե գրած է ֆիրմայի անունը, մի խոսքով կապույտ նասիճկայով մանիկյուրի համար, նույնպես մանիկյուրի համար, ուղղակի կլորը շլիֆովկա անելու համար վերջնական։ Նույն ֆիրմայից եմ վերցնում, արդեն երկար ժամանակ է, չեմ փոխում իրանց, քանի որ իրանց որակը շատ լավն է։ Սա նույնպես պավտորա, շիմեր 4-րդը, ինքը վերջացել էր եւ նորից պատվիրեցի, սա այս գույնն է։ Եվ այսքանը։ Հիմա այս ամբողջը պետք է սկսեմ քսել եւ կցել արդեն հիմնական ծիպսաների վրա։ Մի խոսքով հիմա դեռ 20 րոպե ժամանակ ունեմ մինչև հաջորդ հաճախորդս։ Հիմա գոնե մի մասի անունները գրեմ ծիպսաների վրա։ Ավելի երկար այդ անուն գրելն այն մոտ, որ անունները, համարները գրում եմ։ Հետո նոր կամած կսկսեմ քսել։ Եվ իհարկե վերջում ցույց կտամ գույները։ Սրանք գելերի գույներն են։ 3 հատ կոլեկցիա է, սա մալոչնի գույների կոլեկցիան է, մալոչնի գույնը եւ այսպես փայլիկներով, սա կարիչնևին է, շատ գեղեցիկ է այս կարիչնևի գելին, թվում է հաջորդից միգուցե այս գույնն անեմ։ Սա էլ հաջորդ կոլեկցիան է, սովորական նատուրալնի գույն եւ փայլիկներով, որը շատ ակտուալ է հիմա։ Իսկ սա այսպիսի մեջը խունջիկներ կա, բացի փայլերից, շատ գեղեցիկ գույներ են։ Հիմա կգցեմ այս ամբողջն գելերն են, սրանք գելերն են միայն։ Հիմա կգցեմ սրանց վրա եւ եւս 12 գույնով կավելանա գելերի հավաքածուն։ Վերջապես գույները սկսեցի պատրաստեն։ Այս ամբողջը գել լաքերն է, այս սրանք գելերը։ Նույնպես շատ գեղեցիկ գույներ են, արդեն աշխատել եմ մի քանիսի հետ, սրա, սրա, շատ գեղեցիկ գույներ են իրանք, չնայած որ գել լաքերը նույնպես, մի փոքր կամերան մուք է ցույց տալիս, բայց մի փոքր բաց գույներ են, այդքան էլ մուք չի, հատկապես այս կարմիրների մասը։ Աշնանային այսպիսի գեղեցիկ գույներ եւ մնաց վերջնականապես լրացնեմ ամբողջ պալիտրայի վրա, սա գցեմ գելերի վրա ու վերջ։ Երևի այսօր կվերջացնեմ վլոգս արդեն, կհավաքվեմ եւ տուն կգնամ, արդեն վերջացել եմ աշխատանքս, ու այդպես
Տեսնենք էլ ինչ եմ նկարելու, միտք ունեմ մի քանի հատ բաղադրատոմս նկարելու աշտանային, ինձ թվում է արդեն կլինի մի քանի օրից ալիքում ես։ Այնպես որ մնացեք, որպեսզի նայեք եւ հետևեք։ Դե ինչ այսօր այսքանը, հաջողություն, մինչ նոր հետաքրքիր հանդիպումներ։ Տանն եմ արդեն, պատվերներս մի հատ նկարեմ, այսպես քանի ստեղեմ եւ հավաքեմ։ Ամենակարևոր պատվերս ալյումինից մեծ կաթսա եմ պատվիրել, որը շատ պետք է ինձ պահածոների համար։ 30 լիտրն եմ վերցրել, ինքը լավ ծանր կաթսա է, թե ինչ-որ մեկի թարգավեր արտիկուլ եք ասեմ, վայլբերիցից եմ պատվիրել։ Սա գելեր են իմ համար, այդ աշխատանքի վայրում ցույց կտամ։ Սա էլ պատվերներ, սա ֆիքս պրայսից էի պատվիրել, դեռ մագնիտ դաստավկայի էլ եմ սպասում, այսպիսի հեղուկ կաթսաները մաքրելու համար, հեղուկ օճառ, ասեմ, որ շատ լավն է, եթե չեք փորձել, փորձեք, ինքը շատ անուշ հոտ ունի։ Խոհանոցի սրբիչներ, այսպիսի անձեռոցիկ, տոպրակներ, այս չափի, պերգամենտ և տուալետնի բումագը, մի խոսքով։ Սա այսքանը, հիմա հավաքեմ, քանի որ կաթսան հենց հիմա ինձ հարկավոր է, պատրաստելու եմ կեչուպ, կլինի առանձին բաղադրատոմսը, այնպես որ սպասեք, չգիտեմ բաղադրատոմսը շուտ կլինի, թե վլոգը։ Ու այդպես, հիմա մի հատ կաթսան լվացեմ և մնացած բաղադրիչները արդեն մաքրել լվացել եմ։ Պոմիդոր, ներքևում պղպեղը, մի խոսքով, և անցնեմ գործի։ Ինչ իմ լոլիկները ես կտրատեցի, դաստավկան էլ եկավ, մագնիտից եմ պատվիրել, սխտոր էր հարկավոր հիմնականում և մի քանի մանր մունր բաներ տան համար, հիմա ցույց կտամ։ Սմբուկ եմ վերցրել, ուզում եմ տապակել, սոխ, կարմիր, վարունգ և կարտոֆիլ։ Կարագ եմ վերցրել աղ, որը հիմա պահածոների ընթացքում շատ է պետք, ձու 2 ուպակովկա, երշիկներ, վաղը պիցայում որոշել պատրաստեմ, կետչուպ, պատվիրեցի, բայց դե հիմա իմ կետչուպը եվում է, այնպես որ իմ կետչուպով կպատրաստեմ ավելի լավ է, և հիմա այս ամբողջը տեղավորեմ և միրգ կտրեմ, միրգ էլ էի պատվիրել, ասել մրգերը, աշնանային այսպիսի մրգեր, մանդարին, նարինջ, նուր, մարակուա, մանգո և պոմելո։ Հիմա այս ամբողջը կտրենք, մի հատ սուրճ վայելենք, ամուսինս տունն է, իրար հետ վայելենք և սահուն անցանք երեկոյան, երեկոն արդեն մեր մոտ վերջանում է, իսկ մենք ինչ ենք պատվիրել։ Քանի որ այսօր ամբողջ օրը զբաղված էի, ոչ մի բան չեմ պատրաստել, չեմ եփել, պատվիրել ենք խինկալիներ և խաշ։ Իհարկե խաշը ես ու Մարինան ենք պատվիրել, ոչ մեկ չցանկացավ, բայց շատ համեղ էր։ Այստեղ ինքը թթուները կա խաշի հետ։ Սա հենց խաշն է, որ ասեմ մեկ չափաբաժինն է, ինձ թվում է 2-3 հոգի կարող է հանգիստ ուտել, շատ մեծ այդպես ամանով է, մեկ չափաբաժին է սա, բայց դե մեր համար դա 3 հոգի հաստատ կուտի։ Արդեն տաք է, բայց մի փոքր էլ կտաքացնեմ, ես սիրում եմ, երբ որ շատ տաք է լինում։